Խաղաղության ուղի մատ թափ տալով Բաքվի բանաձևն ու ուր է գնում Ալիևը։ Հայ-ադրբեջանական հարաբերություններ մարտի 13-ից առաջ եւ հետո գնդակն այժմ Բաքվի դաշտում է։ Տարածաշրջանային հարցեր Միրզոյան Լավրով հեռախոսազրույցում Երևանում է Իրանի գլխավոր դիվանագետը։ Եվրոպա տանող ճանապարհը դժվար է, երկար, բայց հնարավոր, հանձնաժողովը դեմ չէ։ Չես կփլվի Վարդաշենցիների պահանջը դառն ապրած շենքի ճակատագիրը։ 1 տարի երթևեկելու համար 43 փաթեթ 150 դրամով որքան գումար է մտել քաղաքային գանձարան։ Չես ուզում գրպանները դատարկել, անձնական տվյալներդ աջ ու ձախ մի բաժանիր։ Եվ երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում։ Սա վերջին 4 օրվա ընթացքում Լավրովի և Միրզոյանի երկրորդ հեռախոսազրույցն է։ Եվ չնայած Մոսկվայից, Վաշինգտոնից ու աշխարհի այլ երկրներից հնչող հայտարարություններին, որոնք սատարում են հայ-ադրբեջանական խաղաղության տեքստի համաձայնեցումը, Բաքուն շարունակում է խույս տալ ու չստորագրել համաձայնագրի տակ։ Ինչ կա Ալիևի մտքին ու արդյոք այս կերպ մանևրելով Բաքվի բռնապետը հարմար առիթի է սպասում նախահարձակ լինելու համար։ Սիրանուշ Մուրադյանն է շարունակում թեման։ Սպառնագին ուղիղ խոսք, Հայաստանը քարտեզից ջնջելու խոստումներ, վտիտ բռունցքի թափահարություն։ Ահա այսպես է Ալիևը գնում դեպի խաղաղություն։ Հենց Երևանն ու Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության տեքստի համաձայնեցված լինելու մասին, միջազգային հանրությունը տեղն ու տեղը ոգևորվեց։ Դրական արձագանքների ու շնորհավորանքների տարափ էր։ Չէին սպասում թերևս, որ Ալիևը հետո դեմարշ է անելու նորանոր պահանջներ առաջ բերելու որպես ստորագրման նախապայման։ Մարտի 16-ին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում գրեց, թե խոսել է Ալիևի օգնական Հաջիևի հետ ու շեշտեց Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են արել առաջ եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի։ Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ավելի ուշ, սակայն Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը ամերիկյան մեդիային ասաց, թե Միացյալ Նահանգները տեղին է համարում տարբեր հակամարտություններում միջնորդ դառնալը միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում։ Մանրամասնեց այդ հաշվարկները վերաբերվում են իրանցիներին, ռուսներին եւ ուկրաինացիներին, նաեւ Ադրբեջանին ու Հայաստանին։ Ինչ է ուզում ասել Թրամփի բանագնացը, մասնագետները ենթադրում են, Վաշինգտոնը մեծ ներգրավվածություն չի ունենա Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում։ ԱՄՆ շահեր չունի։ Գոհունակության նոտայով էր նաև Մոսկվայի արձագանքը։ Փաշինյանը Պուտինին հեռախոսով տեղեկացրեց Բաքվի հետ համաձայնության մասին։ Իմացանք նաև, որ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ հաստատել իր մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունեց փաստաթղթի տեքստի համաձայնեցումը։ Աջակցում ենք այս կարևոր քայլին, ասաց, վերահաստատում ենք մեր առաջարկը ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփման համար։ Գոհ են նաև Թեհրանը, Թբիլիսին։ Հիմա սակայն Ալիևը գրիչը չի վերցնում, համառում է, սպառնում, ով կզսպի նրան, ինչու չի ստորագրում։ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ինքը ստորագրել է միայն այն փաստաթղթը, որը իրեն հնարավորություն կտա դա անել։ Օրինակ, եթե փաստաթղթի մեջ լինի ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, եթե լինի Հայաստանի բանակի զինաթափման հարցը, ապա Ադրբեջանը երևի կստորագրի։ Անկարան Բաքվի կողմից է իհարկե ադրբեջանական պահանջները պնդեց Բաքվի հովանոցը դարձած։ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայի Քլեչը առաջինն արձագանքեց։ Նա ադրբեջանական ԱՊ-ին ասաց, թե Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար ներկա իրավիճակում նախադրյալներ չկան։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումը այս գործընթացի վերաբերյալ հայտնի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Ինչու է փակուղի տանում հիմա Բաքուն? Հայաստանի արտգործնախարարությունից ասում են, Ադրբեջանը միշտ է մեկ քայլ առաջ արել, պրովոկացիաների դիմել ու երկու քայլ հետ գնացել։ Նոր գործելավոճ չէ սա։ Մյուս կողմից նայենք արձագանքներին։
այժմ արդեն 58 երկիր ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում եւ 10 միջազգային կազմակերպություններ։ Մենք նաեւ հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք։ Ահա այսպես Բաքուն գործարկել է բոլոր հնարքները խույս տալու ստորագրումից։ Ալիևը ամեն օր նոր պահանջ է դնում սեղանին ռազմական գործողությունների մահակը ձեռքին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, օրակարգում երկկողմ հարաբերությունների և Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններն են։ Սա արտգործնախարարի պաշտոնում Արաղչիի առաջին այցն է Հայաստան։ Միրզոյանն ու Արաղչին վերջին անգամ հանդիպել են մեկ ամիս առաջ փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում։ Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը Բաքուն համարում է Երևանի և Անկարայի գաղտնի բանակցության արդյունքը։ Ադրբեջանական պրոպագանդան այսպես կոշտ որակումներ է հնչեցնում Թուրքիայի հասցեին։ Բաքվից նշում են, թե այդ երկիրը խախտել է խոստումը, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացնի Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Անկարայից արձագանքել են Բաքվից հնչող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին, Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացված է եղել Սիրիա մարդասիրական բեռներ տեղափոխելու Հայաստանի որոշման մասին։ Իսկ ինչ նկարագիր ունեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մարտի 13-ից առաջ եւ հետո, հիշենք, հենց այդ օրը պարզ դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բոլոր 17 կետերը, եւ եթե օրինակ մեկ ամիս առաջ խաղաղությունից 2 պակաս, քանի որ երկու հարցի շուրջ համաձայնություն չկար, ապա ինչու հիմա, երբ ամեն ինչ կա, խաղաղության թուղթ չկա։ Փորձագետները կարծում են գնդակը այժմ ադրբեջանական դաշտում է, սակայն Բաքուն շարունակում է չտեսնելու տալ ու այս ու այն կողմ վազվզել։ Ինչու Ադրբեջանը որոշեց ռեժիմով սուտ խոսել խաղաղության տեքստի համաձայնեցումից ընդամենը ժամեր անց, ինչ նպատակ է հետապնդում այս հերթական քարոզչությունը։ Փորձագետները համոզված են հենց խաղաղության համաձայնագրի շուրջ եղած մեծ աղմուկն ու այսպես ասենք աշխարհի բուրըն արձագանքն է լարել Բաքվին։ Համաձայնագիր ստորագրելու մտադրություն Ալիևը առանձնապես չունի, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Համաձայնագիրը պատրաստ է։ Պարտավորությունների տակ չմտնելու համար բռնապետական ռեժիմը փորձում է ցրել խաղաղության ֆոնը։ Անակնկալի է բերել Ադրբեջանին եւ որոշակի առում նաեւ գրգռել, որովհետեւ մենք շատ քաչ մեզ բոլորիս շատ քաչ հայտնի որ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում եւ որևէ նպատակ չունի այս պահին որևէ փաստաթուղթ ստորագրելու եւ նրան անընդհատ պետք էին տարբեր պատճառաբանություններ։ Տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը բոլոր ուղղություններով, բոլոր հարթակներում է վարում, անտիխաղաղության ձգտումը վերագրելով բացառապես հայկական կողմին։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդկային չափումների համաժողովին մասնակցած հայ իրավապաշտպանը արձանագրում է։ Հասարակական հատվածի ներկայացուցիչներն էլ միջազգային հարթակում, ինչպես միշտ, ներկայացնում են պետական նարատիվները, խոսում, ելույթներ ունենում միայն մեղադրական տոնայնությամբ։ Առաջինը ում խոսք հասավ, սկսեց ողջունելուց խաղաղության դարաշրջանը, ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին եւ շնորհավորեց, որ վերջապես նախագիծը խաղաղության պայմանահամաձայնագրի հաստատված է եւ չէր խոսում որևէ քննադատություն չէր հնչեցնում Հայաստանի վերաբերյալ։ Ի տարբերություն նրան, դրանից հետո խոսացողները, 3-4 խոսացողները շատ ակնհայտորեն բացասական եւ քննադատաբար էին խոսում Հայաստանի մասին։ Հայաստանի տարբերություն Ադրբեջանի փափուկ վարքագիծ ունի, խիստ պատրաստական է համագործակցել հրապարակային խոսքը զերծ է մեղադրանքներից։ Սա ըստ փորձագետների հայկական քաղաքականության այսօրվա տրամաբանության մեջ է, բայց մյուս կողմից պետք չէ թույլ տալ պարբերական զրպարտումներ։ Երբ որ մենք չենք հակաճառում եւ փաստարկներ լավ հիմնավորված չենք բերում, մենք կորցնում ենք նախաձեռնությունը, մենք կորցնում ենք մեր խոսույթը եւ ըստ էության տեղ ենք թողնում ավելի ու ավելի շատ Ադրբեջանի խոսույթների համար։ Ադրբեջանը իր դեմ մարտավարական խնդիր է դրել միջազգային հանրությանը ներկայացնել, որ Հայաստանը ագրեսոր կողմն է ու սադրանքներ է հրահրում։ Այսպիսով ըստ փորձագետների զիջումներ կորզելու փուլում Ադրբեջանը ուզում է մեկնաբանել, որ պահանջատերը ինքն է, ինքը իրավունք ունի նախապայմաններ գեներացնել ու եթե կրակի, ապա կասի, որ կանխել է հայկական հերթական սադրանքը։ Տիգրան Յուգուրգինյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։
չես կփլվի Վարդաշենցիների պահանջը դառն ապրած շենքի ճակատագիրը։ 1 տարի երթևեկելու համար 43 փաթեթ 150 դրամով որքան գումար է մտել քաղաքային գանձարան։ Չես ուզում գրպանները դատարկել, անձնական տվյալներդ աչ ու ձախ մի բաժանիր։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկություն է տարածել, որ Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ սպանվել է Համասի մարտական հրամանատար Ահմադ Շիմալինը։ Մինչև այդ սպանվել էր նաև Համասի քաղաքական առաջնորդ Սալահ Ալ-Բարդավիլը։ Երրորդ զոհը Համասի ֆինանսական ղեկավար Իսմայել Բարհումն է։ Այսօր առավոտյան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը այո է ասում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ, մինչև այդ ընդդիմադիր խորհրդարանականները հարց են բարձրացնում, ինչ շոշափելի արդյունքներ են գրանցել Եվրամիության հետ հարաբերություններում։ Օրինակ, աճել է արդյոք առևտրաշրջանառությունը կամ արդյոք Եվրամիությունից արտաքին պաշտպանական կամ ներքին անվտանգային ակնկալիքներ ունենք։ Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Խորհրդարանում եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարարն է պնդում ԵՄ անդամակցության օրինագծի քննարկման ընթացքում։ Պարույր Հովհաննիսյանի խոսքում ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ անդրադարձ է եղել անվտանգային ոլորտին որպես առանձին ուղղություն։ Ընդդիմադիր падգամավորը հարցնում է, ինչ ենք հասկանում անվտանգային համագործակցություն ասելով։ Падգամավորն ընդգծում է, կարևոր է հասկանալ, ինչ ակնկալիքներ ունենք Եվրամիությունից, օրինակ արտաքին պաշտպանական թե ներքին անվտանգային։ Որոշ կոմպոնենտներով իրանք չունեն այնուամենայնիվ անվտանգության ձևավորված միասնական համակարգ։ Կան ազգային ինչ-որ էլեմենտներ, ազգային բանակներ եւ այլն, բայց դրանք էլ կոորդինացնում եւ աշխատում են Եվրամիությունից դուրս դեռևս։ Բոլոր ոլորտներն են մեզ հետաքրքիր, թե արտաքին պաշտպանական եւ թե ներքին անվտանգային, պատասխանում է փոխարտգործնախարարը։ Ընդդիմադիր падգամավորը մեկ այլ դիտարկում էլ ունի, ասում է, հանրությանը ամենաշատը հետաքրքրում է վիզաների ազատականացման հարցը, հետաքրքրվում է այս մեկ տարվա բանակցությունների արդյունքում ինչ պատկեր ունենք, ինչ ժամկետներում արդյունքի կհասնենք։ Փոխարտգործնախարարը արձանագրում է, այս հարցում դեռևս հաջողություններ չկան։ Թերևս ցավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բարևած ենք համագործակցությունով, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է։ Բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում։ Տնտեսական համագործակցության մասին առևտրաշրջանառություն, ներդրումների ծավալներ, աճ կամ առաջընթաց կա, որը կարող ենք կողմերի համագործակցության շոշափելի արդյունքը համարել։ ԵՄ Հայաստան առևտրաշրջանառության ցուցանիշներն են, որոնք պետք է դինամիկայի մեջ Երևան, բացասական թե դրական։ Հիմա այսօրվա ներկայացված մեր քննարկման փաստաթղթով դրանք բացասական են։ KPI-ների մեջ ես կուզենայի տեսնել, ասենք օրինակ ԵՄ-ից դեպի Հայաստան ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալները։ Մենակ չեմ կարող ձեզ ուղղակի ներդրումային թիվ ասեմ, Եվրամիությունից չունեմ ձեռքիս տակ այդ տեղեկատվությունը, բայց համաձայն եմ, դա էլ է եւս մի ցուցանիշ։ Առևտրաշրջանառության անկումը, պարոն Գևորգյան, իրականում եթե օբյեկտիվ քննարկենք, դա ցուցիչ է, որ մենք դիվերսիֆիկացիայի կարիք ունենք, այո, եւ եթե դրա կարիք չունենայինք, չենք խոսի դրա մասին, ռազմավարություն չենք մտածի մեր գործողությունները, եթե ոչ ուղղակի առնվազն անուղղակի ուղղված չէին լինի արտանման դիվերսիֆիկացիան։ Այնուամենայնիվ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ նույն հարցով Վարդաշենցիները Երևանի քաղաքապետարանում են, պնդում են, նախընտրական խոստում են տվել, չեն կատարել։ Այսօր կոտրած տաշտակի առաջ են։ Բանն այն է, որ հանրակացարանային շենքի բնակիչները տարիներ շարունակ քնում արթնանում են վախը սրտներում, որ մի օր դարը ապրած շենքը կարող է փլվել իրենց գլխին։
Վարդաշենի 6-րդ փողոցի երկու հանրակացարանային շենքերի բնակիչներն են։ Քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում։ Բանն այն է, որ շենքը անմխիթար է ու վթարային։ Քաղաքապետարանը խոստացել էր լուծել խնդիրը, սակայն ըստ բողոքի ակցիայի մասնակիցների դեռ մատը մատին չեն տվել։ Վարդաշենցիներին խոստացել էին, բնակիչներին դուրս կբերեն վթարային շենքից, բնակարաններով կապահովեն, խոստումները չեն կատարել։ Բնակարանով ապահովելու համար մեր պահանջը, որ մեզ տուն տան, բնակարան տան, շենքի տակը ջուր, կոյուղիների ամբողջ խողովակները ջարդված են, ջուրը այդ պատի տակից լցվում է մյուս փողոցի տների մեջ։ Ահա սիրտները քնում են ամեն վարքյան, ասում են հեզա կփլվի, ամեն ցնցումից, ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է։ Բողոքավորներն ավելի կտրուկ քայլերի դիմեցին, սկսեցին փողոցներ փակել։ Այս պահին ինքն ջուրս վտանգի տակ թողել են տունը։ Ոչ մեկ երեխեն իմ երեխուս լավը չի խաղել։ Ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար։ Հակառակ դեպքում խոստացան կձերբակալեն։ 5 րոպեում ճանապարհը բացեք, այլապես օրինական պահանջ եմ ներկայացնում ու կձերբակալենք ոստիկանության կենտրոնական բաժին։ Պահանջ ենք ներկայացնում։ Ողջամի ջանքետ ճանապարհը բացելու համար։ Պահանջ ենք ներկայացնում։ Որոշ ժամանակ անց փողոցը բացվեց, քանի որ քաղաքապետարանից հայտնեցին, որ պատրաստ են հանդիպել բնակիչների հետ։ Վարդաշենցիները ցանկանում էին Ավինյանի հետ հանդիպել։ Գործակարգավարական նիստը սակայն վարում էր փոխքաղաքապետը։ Քննարկվող հարցերից մեկը թեղի մանրատերև ծառատեսակներին էր վերաբերվում։ Ինչու են փոխարինվում թեղիները։ Երևանի փողոցային տնկարաններում ըստ քաղաքապետարանի մասնագետների թեղի մանրատերևները տարբեր հիվանդություններ ունեն։ Դրանց արմատային եւ բնային հատվածներում առաջանում են նեմատոդներ, ворթեր, որոնք ըստ էության մակաբուծում են, սնվելով ծառի համար պահանջվող օրգանական եւ հանքային նյութերով, չեն թողնում, որպեսզի ծառը կայուն զարգանա։ Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի, փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի ծառատեսակ։ Թեղու տերևակեր միջատը ըստ մասնագետների ապրիլից է բազմանում, այն մեծ վնաս է հասցնում ծառերի տերևներին, կրճատելով դրանց ֆոտոսինթեզի գործընթացը։ Միջատներն ի դեպ նաև թափանցում են տներ, ստեղծում անհարմար ալերգիկ եւ հիգիենիկ տարատեսակ խնդիրներ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Քաղաքապետարանը պատրաստվում է ամփոփել առաջին եռամսյակը եւ պարզել, թե որքան մարդ է օգտվել Երևանի հանրային տրանսպորտից ու քանի փաթեթ են գնել մեր քաղաքացիները։ Իսկ մինչեւ այդ հետաքրքիր պատկեր ունենք, 1 տարվա փաթեթ գնել ընդամենը 43 մարդ։ Այսինքն, որքան է տարբերությունը թվերով տեսանյութում։ Միայն մոտ 65 միլիոն դրամ է տարբերությունը Երևանի 100-ից 150 դրամ դարձած տրանսպորտի հավաքագրված գումարների։ Այսպես պաշտոնական թվերով հունվարին, երբ մայրաքաղաքային փոխադրամիջոցների տոմսի սակագինը դեռ 100 դրամ էր, քաղաքապետարանը 895 միլիոն 117 հազար 290 դրամ է հավաքագրել։ Փետրվարի 1-ից հետո 150 դրամ դարձած սակագնով 959 միլիոն 975 հազար 610 դրամ։ Ինչու է այս տարբերությունը նկատելի, որովհետև ուղևորատոմսով չի միայն մեկ ուղևորատոմսով չի ձևավորվում, այլ ձևավորվում է ուրեմն փաթեթներով, նաև հիմնական մուտքերը։ Եվ ավելին ասեմ, բազմաթիվ մեր հայրենակիցներ փետրվարին ձեռք են բերել փաթեթը, որովհետև ստանալու են 1 ամիս բոնուս։ Փաթեթներն էլ թվերով պաշտոնական տվյալներն ասում են հունվարին քաղաքապետարանը վաճառել է 74718 տոմսային փաթեթ, որից 8400-ից ավելին անվճար կամ զեղչային արտոնությամբ։ Իսկ մյուս դեպքերում քաղաքացիներն ավելի շատ 10 անգամյա տոմս են գնել, մոտ 64000 հատ։ Շարքն ըստ հերթականության շարունակում են 1 ամսյան 90000 դրամ 1 տարվա անսահմանափակ փաթեթի համար ի դեպ միայն 43 մարդ է վճարել։ Փաթեթների տրամաբանություն մշակելու համար նախ պետք է ունենալ ուղևորահոսքի կառուցվածք։ Օրինակ եմ ասում, 100,000 ուղևորափոխադրում։ Կախված նրանից, թե մարդը քանի անգամ է նստում, մենք եւ նույնը հաշվել ենք բացառապես ուղևորափոխադրումը։ Եթե մենք այս հաշվարկը չունենք, մենք ստատիստիկա չենք էլ կարող կանխագուշակենք, որ մի հատ էլ վերջում հասկանանք ստատիստիկայի շեղվեցինք, ստատիստիկային մոտ ենք թե հեռու։ Եթե ոչ մեկ փաթեթ ձեռք չբերեր, այո, ավելն ասեմ, փետրվարին
պետք է հավաքվեր ոչ թե 400 միլիոն այլ ավել։ Երևանի քաղաքապետարանից էլ ժամին հայտնում են, որ առաջիկա օրերին պատրաստվում են ամփոփել տարվա առաջին եռամսյակը։ Ամփոփ տեղեկությունն ունենալուց հետո կպատասխանեն հարցերին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Զգոն եւ ուշադիր եղեք անձնական տվյալների հետ, որքան էլ այս հորդորը պարբերաբար հնչում է տարբեր հարթակներից, միևնույն է դեռ կան մարդիկ, որոնք հեշտությամբ հայտնվում են խարդախների լարած թակարդում ու իրենց ձեռքով դատարկում են սեփական գրպանները։ Կենտրոնական բանկից հորդորում են բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը ոչ մի դեպքում որևէ մեկին հեռախոսով չտրամադրել։ Հակառակ պարագայում ձեր անունով մի կլորիկ գումարի վարկի տեր կլինեք։ Երկրի գլխավոր դրամատունը կուսումնասիրի բանկային ոլորտում խարդախություններից տուժած քաղաքացիներին վերաբերող բոլոր դեպքերը։ Վերջին շրջանում տարբեր հեռախոսահամարներով ու կապի այլ միջոցներով քաղաքացիներից վերցնում են նրանց բանկային գաղտնի տվյալներ պարունակող տեղեկությունները եւ վարկեր ձևակերպում ու հափշտակում գումարներ։ Բանկերի հետ նախնական քննարկումների արդյունքում ցավոք դեպքերի ճնշող մեծամասնությամբ, հիմա չասեմ որ տոկոսով, մարդիկ իրենք են իրենց անձնական տվյալները տալիս խարդախների։ Այսինքն մարդկանց ինչ որ ձևով կորզում են մարդկանցից իրենց անձնական տվյալները։ Ըստ Մարտին Գալստյանի օնլայն վարկերի տրամադրման դեպքում քիչ են խնդրահարույց դեպքերը։ Կենտրոնական բանկի նախագահը հայտնեց, որ այո, կարող են վերացնել օնլայն բանկային ձևակերպումներով վարկերի տրամադրումը։ Այդ դեպքում, սակայն ըստ Մարտին Գալստյանի, միլիոնավոր մարդիկ կբողոքեն անհարմարությունից, որ բավականին շատ ժամանակ են ծախսելու բանկ գնալու վարկ վերցնելու համար։ Բանկերը հավելյալ գումարներ են գանձելու, եթե չլինի այդ օնլայնը։ Օնլայնում, եթե պաշտպանվածության խնդիր կա, այդ խնդիրը եթե կա, մենք դա կբացահայտենք, բանկերը բնականաբար հետամուտ կլինեն այդ խնդիրը վերացնելու ու սպառողների նկատմամբ որևէ սխալ վերաբերմունք ունենալու նկատմամբ իրենց բանը կշտկեն։ Բյուջեի կրթության ոլորտի կապիտալ ծախսերն անցած տարի թերակատարվել են։ Ֆինանսների նախարարը պարզաբանում է, թե 2024-ին պլանավորած մրցույթների կամ պայմանագրերի կնքման արդյունքում պետք է կանխավճարներ տրամադրվեին շինարարներին։ Նրանց մեծ մասը, սակայն, հրաժարվել է կանխավճարներից։ Եվ մենք այդ ծախսը չենք իրականացնել, այդ ծախսը իրականացվելու է արդեն 2025 թվականին մրցույթները հայտարարվել եւ պայմանագրերը շնորհվել են այնպես ինչպես պլանավորված էր, սակայն կանխավճարներ չեն տրամադրվել, ինչը կարծում եմ մեր տեսանկյունից բավական այսքան վատ չի, որտեղ մեր միջոցները այդ առումով խնայել ենք։ Անցած տարի հարկահավաքներն էլ ավելացված արժեքի հարկի գծով են թերացել։ Դա ինչով էր պայմանավորված։ Հարցրին պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Խնդիրն ըստ Էդուարդ Հակոբյանի ներմուծումով տնտեսական տարբեր գործոններով է պայմանավորված։ Երբ որ նայում ենք օրինակ մաքսային, այսինքն սահմանին հավաքվածը 2.8%-ով է աճել, այդտեղ են հիմնականում խնդիրները։ Ինչով է դա պայմանավորված, տեսեք, երկու հիմնական գործոն կա, մեկը ավտոմեքենաների ներմուծումն է, որը նորից տնականon է, քանի որ մենք նախորդող տարիներին ունենք ավտոմեքենաների ներմուծման բում եւ 24 թվականին միանգամից անկում տեղի ունեցավ, սահմանին այդ հավաքագրումները նվազեցին եւ երկրորդ գործոնը ծխախոտի ներմուծումն է, որն էլ այդ նկարներով համապատասխան նկարների փակցման հետ էր կապված պահանջների ԵԱՏՄ-ի, որի արդյունքներով նախորդ ոնց որ պաշարներ էր կուտակվել ներմուծման, դա բերեց նրան, որ ներմուծման որոշակի անկումներ եղան։ Շինարարության ոլորտից 2025-ին սպասվող հարկերն ավելի շատ կլինեն։ Այս տարի անցած տարիներից կառուցվող շենք-շինությունների մեծ մասը կհանձնվեն շահագործման։ Այդ շենքերի կառուցման համար ավարտական ակտ կտրամադրվի եւ ընկերությունները ավելացված արժեքի հարկ կվճարեն։ Բանկային ոլորտում էլ ըստ ՊԵԿ նախագահի 2024-ին բարձր տնտեսական աճ է գրանցվել եւ բյուջեի մուտքերն այդ դեպքում եւս կավելանան շահութահարկի գանձումով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Մեկ աշխարհ երկինքը կայուն է, ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
Վայր, որտեղ կարելի է եւ ապրել, եւ աշխատել, միաժամանակ չկտրվելով ոչ աշխատանքից եւ ոչ էլ ընտանիքից։ Սա Հայաստանում միջազգային ստանդարտներով կառուցվող Դալան տեխնոպարկի մասին է, որը ունենալու է ավելի քան 44,000 քառակուսի մետր գրասենյակային տարածք ու զարգացած ենթակառուցվածքներ։ Համալիրը պատրաստ է լինելու շահագործման 2026 թվականին։ Երևանի կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա Ծիծեռնակաբերդի 9 կոտորակ 1 հասցեում է կառուցվում Հայաստանում առաջին եւ միակ տեխնոպարկը Դալանը, որը համապատասխանելու է միջազգային ստանդարտներով սահմանված աշխատատեղի պահանջներին։ Լիդ եւ Բոմա միջազգային ստանդարտներով նախագծված եւ կառուցվող բիզնես կենտրոնի շինարարությունը ընթանում է նախատեսվածից արագ տեմպերով։ Ընդհանուր առմամբ բետոնային աշխատանքներն ավարտված են 9 հարկերում։ Հասարակական նշանակության տարածքների 6 ամենամեծ հարկերի բետոնային աշխատանքները նույնպես ավարտված են։ Այժմ ընթանում է օֆիսային հարկերի շինարարությունը։ Մինչ այս պահը կառուցապատվել է շուրջ 94,000 քառակուսի մետր բետոնային մակերես։ Շուտով կմեկնարկեն ֆասադային աշխատանքներ, արդեն մեկնարկել են, արդեն նախապատրաստվածքները կան, շուտով կսկսենք տեղադրել ֆասադային պրոֆիլները մեր ֆասադների վրա եւ կսկսենք արդեն ինժեներական համակարգերի տեղադրումը։ Դալանն ունենալու է ավելի քան 44,000 քառակուսի մետր օֆիսային տարածք, 3,000 օֆիսային աշխատատեղ, 1,100 կայանատեղի։ Տեխնոպարկը ունիկալ է նաև նրանով, որ մեկ տարածքում համախմբված է աշխատանքի եւ առօրյա կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Մենք ունենք մեծ ենթակառուցվածք, տարբեր ֆունկցիոնալ գոտիներ, այդ թվում լողավազան, սպա կենտրոն, ունենք մեծ մակերեսով ֆուդ կորտ։ Տեխնոպարկն ունենալու է նաև մարզադաշտ, կոնֆերանս դահլիճներ, առևտրի գոտի, հյուրանոց եւ այլ ենթակառուցվածքներ։ Շենքը նախատեսված է օֆիսային, հիմնականում օֆիսային տարածքների համար, մասնավորապես IT ոլորտի գրասենյակների համար, ինչու որտեվ IT ոլորտի գրասենյակներն են, որ ունեն մեծ մակերեսների կարիք, այսինքն մեկ հարկում հնարավորինս մեծ թիմ տեղակայելու, իսկ Երևանում մենք գիտենք, որ չկան այսպիսի շենքեր։ Դալանը պատրաստ կլինի 2026-ին եւ կդառնա իդեալական վայր նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ 10 տարվա ընթացքում շուրջ 10,000 քաղաքացի արևին ավելի մոտ է եղել զգացել բնության ուժը։ Արդյունքում սպառած էլեկտրաէներգիայի համար ավելի քիչ են վճարել։ Այսպես ոլորտում առաջատար ընկերություններից մեկը նշում է հիմնադրման տասնամյակը ու նոր տասնամյակների համար ծրագրեր մատնանշում։ Էկովիլի տնօրենի ցանկությունն է, որ Made in Armenia անունը դուրս գա Հայաստանից ու նոր շուկաներ նվաճի ամբողջ աշխարհում։ 10 տարի արևին առավել մոտ Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Էկովիլը նշում է հիմնադրման տասնամյակը։ Հեռավոր թվացող 2015-ին հանրությունը այլ վերաբերմունք ու կարծիք ուներ արևային էներգիայի մասին։ Հիմա արդեն վերաբերմունքը միանգամայն այլ է, գրեթե ամբողջությամբ վերափոխված։ Նշում են Էկովիլի հիմնադիրները եւ ընդգծում, սա էլ շատ կարևոր ձեռքբերում է։ Այսօր, այսպես ասեմ, 10 պատական 10 հոգուց 8 հոգին արդեն նույնիսկ ոչ միայն տեղյակ է արևային էներգետիկայի առավելությունների մասին, այլ նաև տեղյակ է թե որ կազմակերպությունն է լավ աշխատում, որն է վատ աշխատում, որ արևային վահանակներն են որակով եւ որը չէ։ Այսինքն ավելի քան տեղյակ են արդեն մեր հայրենակիցները արևային համակարգերի եւ էներգետիկայի մասին։ Արևային համակարգերի ձեռքբերումից մինչև շահագործում անցած 10 տարիների ընթացքում Էկովիլը ճիշտ 10,000-ից ավելի հաճախորդ է ձեռք բերել, արևի լույսը հասցնելով 8500 տուն ու ընտանիք, մյուսներն էլ ընկերության բիզնես հաճախորդներն են։ Միջազգային գործընկերները մշտապես զարմանում են արևային օրերի քանակով եւ արևի ճառագայթման գործակցով Հայաստանի, չէ՞ որ մենք ունենք մարզեր, ունենք համայնքներ, որտեղ ընդհանուր մինչև 300 արևային օր կատարվածքով, իսկ նույն օրինակ Եվրոպայում 150-160 օրը համարվում է լավ ցուցանիշ։ Իսկ կարող եմ ասել, որ մեր կլիմայական պայմանները համաշխարհային մակարդակով առաջատարներից են եւ չօգտվել այս հնարավորությունից պարզապես սխալ կլինի եւ բոլորին խորհուրդ ենք տալիս, կապ չունի մեր ընկերությունը կլինի, այդ ընկերությունում կդիմեն թե այլ վստահելի այլ ընկերություն, անպայման անցումանել արևային էներգետիկային։ Տասնամյա գործունեության տպավորիչ արդյունքներ ունենալուց հետո ո՞րն է ընկերության նշաձողը հաջորդ հոբելյանական տասնամյակների համար։
Էկովիլի խորհրդի նախագահն ասում է, թեպետ ոլորտը սրընթաց է զարգանում, այնուամենայնիվ նպատակները բազում են։ Մենք նախատեսում ենք Հայաստանում ունենալ արդեն կից արտադրություն, կուտակիչների արտադրություն, իսկ ավելի գլոբալ տեսանկյունից մեր նպատակն է նոր շուկաներ մտնել, նոր շուկաներ գրավել եւ այսպես ասած մի բառով, որ պատրաստված է Հայաստանում սարքել բրենդ Հայաստանից դուրս եւ պատով ներկայանալ աշխարհին։ Էկովիլի գործունեության ընթացքում 240,000 տոննա ածխաթթու գազ մթնոլորտ չի արտանետվել։ Նախ արևի ուժը զգալու արդյունքն է, ասում են ընկերության ներկայացուցիչները, այնպես ինչպես հենց իրենց կարգախոսն է։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Այսօր Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հեռավորությամբ օջախի 10 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է գրանցվել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մարզի մի շարք համայնքներում, այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր ժամը 15:37-ին Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախի խորությունը եղել է 10 կիլոմետր, իսկ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշոխ եւ Քարաձոր գյուղերում 3 բալ ուժգնությամբ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում Աղավնաձորի բնակչի տանը հայտնաբերված կենդանին առգրավվել եւ տեղափոխվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 15 միլիոն դրամ։ Վարչական վարույթի նյութերով հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե։ Պաղարշապատի ԿՊԱ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի Սկեսրայինին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով քաղաքացիներից մեկի նկատմամբ զենք կրելու եւ սպանության հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել։ Հիշեցնենք, Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գործող գազալցականի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանի սպանությամբ։ Հետքի տվյալներով սպանություն կատարելու մեջ կասկածվում է ճապ մականվամբ հայտնի տղամարդը։ Նշվում է նաեւ, որ Արթուր Պարոնյանը ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ։ Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացին ինքնաթիռից իջնելուց առաջ պարզել է, որ իր պայուսակից գողացել է 9500 ԱՄՆ դոլար գումար։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին։ Ոստիկանության Զվարթնոց օդանավականի բաժնում դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց միջազգային օդանավականի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննության ընթացքին հետևել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Մասնակից սպաները առաջին օրը քննություն են հանդնել ֆիզիկական պատրաստություն առարկայից, ձգումներ պտտաձողի վրա, 100 մետր վազք եւ 1 կիլոմետր վազք վարժաձևերից։ Առաջիկա օրերին սպաները քննություն են հանձնելու նաեւ կրակային, շարային եւ մասնագիտական պատրաստություն առարկաներից։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին ջերմացնող կանխատեսումներով մեզ է միանում Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մեդիաաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի կայուն պայմաններում։ Սպասում ենք անտիցիկլոնային առանց ստեղումների օր։ Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ։ Առաջիկա օրերին եւս 10 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 11-ից 18 աստիճան։ Լոռիում սպասվում է 9-ից 14, Տավուշում 14-ից 16 աստիճան։ Արարատում, Արմավիրում սպասվում է 16-ից 18 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 16-ից 19, նախալեռներում 9-ից 14 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը
14-ից 16, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։